Անտերության եմ ատում է պրոստես քաղաքը։ Մեքենայի դեմը շիթը ժարդվավ, տակից լրիվ փշրվա։ Շարքից դուրս եկած Նիսանի վարորդը օրվա ընթացքում մայրաքաղաքի շատ թաղամասերում է լինում, ասում է չկա փողոց, որ այս օրին չլինի։ Հարց ունի քաղաքագլխին, ով է փոխհատուցելու իր վնասը։ 9 հատ ավտո ջարդվավ, 5 րոպեում 9 հատ ավտոյի շիթ ջարդվավ։ Մեքենա կա $38,000 է, իր դեմի շիթը $2,500 է, ով է ասենք այդ ծախսը տակ։ Հսկա փոսերը նաև երկար խցանումների ու վթարների պատճառ են դառնում։ Վարորդներն ասում են, փոսերից խուսափելու համար ստիպված են կտրուկ մանևրել, ինչի հետևանքով բախումներ են լինում։ Մեքենայի այս կտորները 2 օր առաջ տեղի ունեցած վթարի հետևանքներն են։ Իմ մեքենայը գալիս է աչով, ասենք կարող է փոսը տեսնի փախցնի, երկրորդ շարքով կամ երրորդ շարքով գնացող մեքենային հարվածի։ Այն մյուս շարքից գալիս են, խանգարում են այս կողմից, եթե դու այն կողմ ես սպանում, տալիս ես ուրիշի մեքենան ես ջարդում, բայց այս կողմով ասենք անհնար է, չգիտեմ, այս քաղաքի 90% փողոցները ջարդում, հա։ Մենա նոր գալիս է ես Զետունից բանդը բախացանում է, դե մեքենաները հանգիստ անցնում են, եկա լա պրոբկա է։ Վարորդները անհեթեթ են համարում Ավինյանի պատճառաբանությունը, թե ձմռանը ցանվող աղն ու ավազն են պատճառը, որ մայրաքաղաքում քարուքանդ են եղել ճանապարհները։ Վստահ են ասֆալտի քայքայման պատճառը ոչ թե աղն է, այլ անորակ աշխատանքը։ Որակով որ լիներ, տենց չէր լինի, թքում կցնում են, ստից բաներ են խոսում, աղ ենք ցանել, ես ենք ցանել, ինչ աղ, ինչ բան, մենք ստեղ մի գրամ աղ չենք էլ տեսել։ Կարկատան են անում ու փող են լվում։ Պետության հաշվին փող են լվում։ Այդ է վատը։